1-9 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է բարև ձեզ։ Իշխանությունները շարունակում են ինչ-որ գաղտնալսումներ հրապարակել, ձերբակալել, կալանավորել, իբր ընտրակաշառք բաժանելու համար ընդդիմության ներկայացուցիչներին, օրինակ բավականին հայտնի դարձած Արթուր Ավանեսյանին եւ եւս մի քանի հոգու կալանավորեցին, արդեն երկամսյա կալանքի ժամկետ տվեցին, եւ հասարակական քաղաքական շրջանակներն էլ խիստ վրդովված են, որ ահա փաստորեն իշխանություններին ամեն ինչ կարելի է, ընդդիմությանը ոչինչ չի կարելի, պետք է օրենքի առջև բոլորը հավասար լինել, ունենային արդարադատությունը եւ այլն եւ այլն։ Սա մի քիչ հիշեցնում է Լորենցո մասին հայտնի անեկդոտը, երբ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լորենցին գերի է ընկնում, գերմանացի զինվորը ավտոմատով խփում է նրա գլխին, նա էլ շրջում է եւ այսպես նեղացած ասում է տնաշեն անկասկա գլխին բա կխփեն։ Հիմա սա է, մարդկանց թվում է, թե իշխանությունները պիտի օրենքի առջև հավասարության սկզբունքը ապահովեն, մինչդեռ իշխանությունների ընկալումը, կոնկրետ Նիկոլ Փաշինյանի ընկալումը այնպես չէ, որ ահա այդ Արթուր Ավանեսյանը կամ մյուսները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ովքեր օրենսդրության ինչ որ հոդվածներ են խախտել եւ պիտի պատժվեն։ Չէ, դրա ընկալումը այնպեսին է, որ այդ մարդիկ թշնամիներ են, որոնց դեմ պայքարում ցանկացած միջոց ընդունելի է։ Սա իդեպ համաշխարհային պատմության մեջ նորություն չի, այս մոտեցումը եւ ամենահայտնին թերևս Իտալիայի բռնապետ Մուսոլինին էր ձևակերպել, այդ ձևակերպումն է հայտնի, որ յուրայիններին ամեն ինչ, թշնամիներին միայն օրենք։ Այսինքն օրենքի պատրվակով զուտ ձևական կիրառմամբ պետք է ոչնչացնել, վերացնել, չեզոքացնել բոլոր քաղաքական հակառակորդներին։ Իդեպ Մուսոլինին, սա ասեմ առանց զուգահեռներ անցկացնելու, ինքը մեծ քաղաքականություն է մտել լրագրական գործունեությունից, եղել է թերթի գլխավոր խմբագիր, իդեպ ժամկետային ծառայությունից խուսափելու համար բանտարկվել է, հետո համաներման ազատ է արձակվել, վերադարձել է Իտալիա, այնտեղ երթ է կազմակերպել Նեապոլից Հռոմ իր համախոհների հետ, իդեպ երբ այդ երթը գիտեք ինչպես էր կոչվում, սիրո եւ եղբայրության երթ։ Հասել է Հռոմ, այնտեղ սկսել է ճանապարհներ փակել, ինչ որ հիմնարկներ շրջափակել եւ ստիպել է, որ իրեն նշանակեն վարչապետ։ Որից հետո արդեն գաղտնի ոստիկանության, այլ յուրայինների միջոցով, օրենքներ փոխելով, վերացրել, չեզոքացրել է բոլոր հակառակորդներին, փակել է լրատվամիջոցները, մի խոսքով երկրում բռնապետություն է հաստատել, թե ինչպես է ավարտվել այդ մարդու գործունեությունը եւ կյանքը, ովքեր հետաքրքրվում են, կարող են բարձել իմանալ։ Ինչևէ, հիմա ճիշտ այդ վիճակն է եւ իշխանությունները այն ինչ անում են, նույն Մուսոլինի առածն է, յուրայիններին ամեն ինչ, մյուսներին օրենք։ Ընդ որում օրենքի ձևական կիրառմամբ, օրենքի խախտելու պատրվակով։ Հիմա ընտրությունների մասին, առաջիկա ընտրությունների մասին արդեն պարզ դարձավ, որ 19 քաղաքական ուժեր են միանալու մասնակցելու ընտրություններին, ամենայն հավանականությամբ դրանցից 2-3-ը կամ չեն գրանցվի, կամ հետագայում նրանց մասնակցությունը կարգելվի, ինչևէ կարևորը այստեղ թիվը չի, ամեն դեպքում կարող է 19 չլինել, 190 լինել։ Միևնույն է, հասկանալի է, որ այդքան քաղաքական հոսանքներ, ուղղություններ, ուժեր չկան։ Կան ընդհանրապես բացահայտ արևմտամետներ կամ թուրքամետներ, ռուսամետներ եւ 1-2 ուժեր, որոնք փորձում են այս ամենը ինչ պաշտպանել Հայաստանի ինքնիշխան շահը։ Պրոբլեմը սա չի, սա առանձին խոսակցության թեմա է։ Պրոբլեմն այն է, որ քաղաքական գրեթե բոլոր ուժերի մարտավարությունը եւ ընդհանրապես այս կառուցարշավը փաստորեն հիմնված է ստի վրա, հիմնական մարտավարությունը մարդկանց խաբելն է։ Թե ինչպես ով ավելի լավ կխաբի մարդկանց։ Բնականաբար դա ամենալավը ստացվում է իշխանությունների մոտ, նրանք կարողանում են այսպես ակնհայտ խաբեություններ, պարզ, չգիտեմ, ամենափոքր հարցից սկսած, օրինակ 900 դրամով, չգիտեմ, Կիպրոս թափնել թոշակառուները կարող են եւ այլն, այսքան ենք սարքել, մի խոսքով։
Եվ նույնն էլ ընդդիմությունը, նրանք էլ չգիտես ինչեր են խոստանում, ակնհայտորեն անհեթ չգիտեմ միլիոնավ գործարանք կառուցենք, այսքան չգիտեմ աշխատատեղեր կբացենք, անգամ այդ փոքր ուժերը, ասենք, այնտեղ ուժ կա, որ ասենք Հայաստանում 30 մարդ չես գտնի, որ այդ ուժի անունը լսած լինի, բայց հայտարարում են, ասում են, մենք առնվազն 30% ձայն ենք ստանալու, մի խոսքով մարտավարությունը հասարակությանը հնարավորինս լավ խաբելն է։ Իսկ ինչու է դա հաջողվում։ Հաջողվում է, որ դա աշխատում է։ Լավ էլ ստացվում է այդպես խաբել։ Տեսեք, օրինակ, կան 1-2 ուժեր քաղաքական դաշտում, որոնք չեն փորձում հասարակությանը խաբել, չեն փորձում կեղծ ինչ-որ խոստումներ տալ, դատալ խոստումներ տալ, պարզ բացատրում են իրողությունը եւ այլ։ Եվ ինչպիսին է այդ ուժերի վարկանիշը։ 2-3% լավագույն դեպքում։ Իսկ բա տեսեք են քաղաքական ուժերի վարկանիշ, որոնք բացահայտորեն ստում են բոլոր հարցերում, առանց ամաչելու, առանց աչք թարթելու։ Վարկանիշները նայեք, անգամներով, տասնյակներով ավելի բարձր։ Սա է իրողությունը։ Եվ երբ որ այս մասին խոսում եմ, որ այ մարդկանց խաբում են եւ դա ստացվում է, այսինքն հաջողվում է ժողովրդին խաբել, բոլոր կողմերից ասում են, չէ, հանկարծ ժողովրդին բան չասեք, քաղաքական ուժերը հասկանալի է, չեն ուզում ժողովրդին մասին վատ բան ասել, որտեղ նրա ձայները ակնկալում են հակառակը, ասում են, բան, ժողովուրդը իմաստուն է, էսեն, օքեյ, ժողովրդին բան չենք ասում։ Բայց այսպեսի խոսք կա, չէ, որ եթե առաջին անգամ քեզ խաբում են, մեղավորը խաբողն է։ Եթե երկրորդ անգամն քեզ խաբում, արդեն մեղավորը դու ես։ Հիմա մեր հասարակությանը խաբել են ոչ թե մի անգամ, ոչ թե երկու անգամ, բազմիցս են խաբել եւ դա ստացվել է։ Իմիջիայլոց այդ բազմակի խաբեության երևի աշխարհում ամենահայտնի դեպքը, գուցե շատերը լսել են, ինչ որ մի արկածախնդիր անցած դարում, կարծեմ Վիկտոր էր անունը, հաջողացրել է 2 անգամ Էյֆելյան աշտարակը վաճառել։ Առաջին անգամ 1925 թվականին վաճառել է, որում 2 անգամ էլ որևէ պատասխանատվություն չի կրել դրա համար։ Սա էլ է հետաքրքիր հոգեբանական ֆենոմեն։ Առաջին անգամ վաճառել է, հետո հանգիստ երկրից դուրս է եկել, 8 տարի հետո վերադարձել է, սա էլ է խորհրդանշական, 8 տարի հետո վերադարձել է եւս մի անգամ է վաճառել, էլի գումարը վերցրել է եւ էլի որևէ պատասխանատվություն չի կրել։ Ինչու՞։ Որովհետև իշխանությունները Ֆրանսիայի չեն ցանկացել մեծ աղմուկ բարձրացնել, որտեղ հիմար վիճակում կհայտնվեին, այդ արկածախնդիրը ներկայանում էր որպես ֆրանսիական կառավարության փոխնախարար։ Եվ գնորդն էլ չի ուզեցել աշխարհում եք խայտարակ լինի, էլ աղմուկ չի բարձրացրել։ Նույնն էլ այս դեպքում է, տեսեք, այսօր մեր հասարակության այն հասարակության, որը 21 թվականին, 18-ը չեմ ասում, եւ 21 թվականին ձայն է տվել Նիկոլ Փաշինյանին, հիմա իհարկե նրանց մեծ մասը հասկացել է, որ սխալվել է, բայց որպես կանոն մարդկանց մեծամասնությունը չի ցանկանում ընդունել իր սխալը, չի ցանկանում ընդունել մեղքի իր բաժին, դրա համար չի խոստովանում, ասում է, հա դե ինչ, նորմալ է։ Նույնն էլ քաղաքական ուժերը, ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն ուզում խոստովանել, որ 21 թվականին սխալ էին եւ արդյունքում Նիկոլ Փաշինյանը վերարտադրվեց։ Դրա համար էլ այս նույն գործընթացը շարունակվում է։ Այդ խաբեությունն բոլորը տեսնում են, ձևացնում են, թե բոլորը չէ, մեծ մասը տեսնում են, բայց ձևացնում են, թե ամեն ինչ նորմալ է։ Օրինակ այդ քաղաքացու օրը վերցնենք, հա։ Տեսեք, ասել էին իշխանությունները հրավիրել էին, ասել են, եկեք խորոված ուտենք, հրավիրում ենք խորոված փարթի, բարբեկյու փարթի։ Մարդիկ էլ գնացել էին, հետո պարզվել էր, որ չէ, դա պարզված ձրի չի։ Ինչևէ, դժգոհում էին տեսախցիկների առաջ, ընդդիմադիր լրատվամիջոցները մեծ ոգևորությամբ ցուցադրում էին այդ դժգոհությունը, բան։ Այսինքն, երբ որ 21 թվականին այդ նույն հասարակության իշխանությունները խաբեցին, ասում էին Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիա, ասում էին անջատում հանուն փրկության Արցախի, ասում էին Հայաստանը շարունակելու է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը։ Հետո վերընտրվեցին, արեցին ճիշտ հակառակը, Արցախը հրաժարվեցին Արցախից։ Այսինքն այդ խաբեությունը նորմալ էր, մարդիկ հաճույքով գնում են ծրի խորոված ուտելու, ուր նրանց հրավիրել են այդ նույն իրենց խաբած իշխանությունները, դա նորմալ է, բայց եթե պարզվում է, որ խորովածը կամ նրբերշիկը ծրի չի, այ դա նորմալ չի, հա, դրա վրա եք վրդովվում։
Չէ, ուզում եմ ասել, խաբեության վրա հիմնված քաղաքական համակարգում որևէ լավ բան սպասել պետք չի։ Եվ խոսույթները նայեք, ով ինչ է խոստանում, իշխանությունները հասկանալի է, նրանք անընդհատ խաբում են, խաբելու են, բոլորը դա վաղուց գիտեն, Հայաստանը բարդ իրավիճակում է գտնվում, հա։ Տեսեք, օրինակ նույն ուժեղ Հայաստանի առաջնորդը ինչ է ասում, ասում է մենք որ գանք իշխանության, 300,000 աշխատատեղ ենք բացելու, մի աշխատատեղ էլ պահելու ենք Նիկոլ Փաշինյանի համար դհուլչու աշխատատեղը։ Այդ հասարակությունը դա չի ակնկալում իրականում, չէ՞, դա չի խնդիրը։ Դա ինչ ասելու բան է, այսինքն պետք է ակնկալում էր, թե ինչ քայլեր եք ձեռնարկելու, ոնց եք անելու այս իշխանությունների հետ, ինչ պիտի լինի, Հայաստան երկիր էս վիճակից ոնց պիտի դուրս գա, բայց չէ, նա փորձում է դուր գալ ժողովրդին։ Այսինքն մարդիկ ինչու են փորձում դիմացինին դուր գալ, որտեղ այդպես հետագայում խաբել ավելի հեշտ է։ Հիմա վերադառնանք այդ իրավիճակին, օրենքի առջև բոլորը պիտի հավասար լինեն, թե յուրայիններին ամեն ինչ, մյուսներին օրենք։ Իշխանությունները, ելի եմ ասում, ընկալում են իրենց քաղաքական հակառակորդին ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, այլ որպես թշնամիներ, որոնց դեմ պայքարի ցանկացած մեթոդ արդարացված է, ինչ օրենք թշնամու դեմ պայքարում, ինչ օրենք, ինչ օրինականություն, չէ՞։ Այս իշխանությունները հենց դրա համար են դա անում, ոչ թե այդպես հասարակությունը պառակտում են, սևերի սպիտակների կամ ընդդիմություն իշխանություն, ոչ թե նպատակը միայն պառակտելը չի։ Նպատակն այն է, որ եթե հանկարծ ընտրություններում պարտվեն, եթե դիմացինին ներկայացնում են որպես թշնամի, չէ՞ որ քաղաքական հակառակորդի դեմ դու պարտավոր ես պայքարել օրենքների շրջանակներում, բայց թշնամու դեմ պարտավոր չես։ Հետևաբար երբ որ դու հակառակորդիդ որպես թշնամի ես ներկայացնում եւ այդ ընկալումը ներարկում ես հանրային գիտակցության մեջ, դրանով իսկ այդ հանրային գիտակցության մեջ ներարկում ես, որ այն մարդը ինչ ընտրություն, ինչ քերարկության արդյունք թշնամիներ են, նրանց պիտի ոչնչացնել, կանգ չառնելով ոչ մի բանի առաջ, հաշվի չառնելով ոչ մի օրենք թշնամու դեմ պայքարում ինչ օրենք։ Այս այն նախապատրաստում իշխանությունները այդ քարոզչությամբ հասարակությունն էլ այո դա ընկալում է որպես այն նրանք թշնամիներ են, դե բա թշնամու դեմ ոնց պետք է պայքարեն, ինչ օրենք, ինչ բան, ցանկացած պատրվակով, ցանկացած կները կեղտ բռնելով դա պիտի տանել, փակել բոլորին, մեկուսացնել, գլուխները ջարդել եւ այլն, տեսեք ինչ է կատարում սոցկայքերում հանրային կարծիքը ոնց է գեներացվում, էլի։ Եվ դա կհաջողվի, ինչի համար են դա, որ եթե անգամ ընդդիմադիր ուժերը բոլորը միասին, ասենք, ստանան 55-60%, միևնույն է իշխանությունները նրանք հասկանում են, որ 50% չունեն 40%, որպեսզի կարողանան այդ ալ որ ներկայացնելը որպես թշնամի, որպես արտաքին գործիք, նրանց դեմ պայքարել ոտնահարելով օրենքները։ Իսկ եթե նրանք ստանան ոչ թե 50-60% ընդդիմությունը, այլ ստանա 80-85%, այդ դեպքում իշխանությունները չեն կարող դա անել։ Այստեղից էլ այդ մի կողմից ագրեսիվ քարոզչությունը, որ նրանց ներկայացնում է որպես ոչ թե քաղաքական հակառակորդ, այլ թշնամի, անգամ արտաքին թշնամի, մյուս կողմից այդ հասարակությանը խաբելու, կաշառելու տարբեր մեթոդներով այս քայլերը, որոնք այնքան ակնհայտ են, որ անգամ ապացուցման կարիք էլ չունեն, իսկ թեև իրավաբանները ընդդիմադիր երևի պարտավոր են այդ ամեն ինչը հետևողականորեն փաստաթղթավորել եւ դիմել ատյաններին։ Գուցե սա շատ արդյունավետ լինի, ինչ էլ այսօր այսքանը կհանդիպենք։